Հայաստանի Եվրախորհրդի պատվիրակության անդամները մի քանի օր անց Ստրասբուրգում անելու են հնարավորն ու անհնարը, մյուս անդամ երկրներին համոզելու, որ այն ժամանակահատվածը, որը տրվել էր Հայաստանին, օգտագործվել է արդյունավետ եւ ակտիվորեն կատարվել են առաջադրված երկու բանաձևերի դրույթները։ Ազգային ժողովի ղեկավարի մակարդակով դեռս նախքան նստաշրջանը պատժամիջոցից խուսափելու համար նամակ խնդրագրեր են ուղարկվել անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Այնպես որ ասել, թե իշխանությունների համար միևնույն է, թե Հայաստանին կպատժեն կամ ոչ, սխալ կլինի, փոխարենը ռեալ ինչ է արվել, դժվար կլինի թվարկել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով իշխանությունների կողմից կատարված աշխատանքն ակներև է։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ եմ, ես չեմ կիսում իհարկե այն տեսակետը, որ եթե զրկում են, թող զրկեն, նաև կարծիքներ են հնչում, որ մեզ համար միևնույն է, եթե կզրկեն Հայաստանի պատվիրակությանը ձայնից թող զրկեն, բնականաբար ես այդ տեսակետի կողմնակիցը չեմ, այդուհանդերձ ես գտնում եմ, որ բավականաչափ աշխատանք կատարվել է եւ կարծում եմ, որ մենք կկարողանանք Եվրախորհրդում պատշաճ կերպով ներկայացնել մեր երկրի դիրքորոշումը։ Իշխանությունները բավականաչափ դրական քայլեր արել են բանաձևին ընդառաջ, այնպես որ մենք փորձելու ենք Եվրախորհրդում ներկայացնել կատարված աշխատանքը։ Իսկ թե ինչ կլինի, ինչպես կքվեարկեն պատվիրակները, ես չեմ կարող ասել։ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը համակարծիք է Զոհրաբյանի հետ։ Փորձը ցույց է տվել, որ դրական առաջընթաց իշխանության ցանկացած ներկայացուցիչ տեսնում է։ Իմ կարծիքով հնարավորին արվեց, որպեսզի այս կարճ ժամանակում փաստաթղթում արձանագրված պահանջները կատարվեն։ Որքանով դա տեղի ունեցավ, որքանով ոչ, որոնք են այն պատճառները, որ թույլ չտրվեցին, որպեսզի լիարժեք այդ ամեն ինչը կարողանա, կարծում եմ հենց սա են այն խնդիրները, որոնք պետք է քննարկվեն այդ նիստի ժամանակ։ Ժամանակը կարճ էր։ Սեփական բացթողումներն արդարացնելու համար առաջիկայում էլ շեշտվելու է հենց այդ հանգամանքը։ Սակայն եթե միայն դիտարկենք այս շաբաթվա իրադարձությունները որպես իշխանությունների կողմից արված քայլեր, ապա կատարվածը բավական է հակառակը պնդելու համար։ 7-ի գործը որևէ կերպ առաջ չի ընթանում, ընդ որում այն դեպքում, երբ անազատության մեջ գտնվող ընդդիմության համախոհներին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ճանաչել է որպես քաղաքական բանտարկյալներ։ Այս թագավարությունը, եթե հրաբարակայնորեն լինի, լինելու է նրան ոչ թե 7-ի թադը, այլ այս ռեժիմի թագավարությունն է լինելու։ Որտեղ ամբողջ կորձերը, որ կազմված են, ծայրից ծայր անհետեթությունը։ Նրանք մեկ նպատակ են հետապնդում առանց քաղբանտարկյալների անել դատական նիստ, ոչ թե փակ դատ անել, այլ առանց նրանց անել, որտեղ նրանց ներկայությամբ հնարավոր չէ դատական նիստը, որտեղ նրանք շատ հզոր են, նրանք շատ ուժեղ են եւ շատ ասելիքներ ունեն։ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովն ու փաստահավաք խումբը տոնական արձակուրդից հետո որևէ նոր լուրջ բացահայտում չի արել։ Դրանք ումարած 3 տեղ ունեցածը, երբ համազեկուցողների Հայաստանից հեռանալուց անմիջապես հետո դատարանի մերձակայքում ոստիկանական մահակով խեղդեցին խաղաղ ցուցարարների ինքնաբուխ երթ անցկացնելու իրավունքը։ Շատ ցավում եմ, բայց մեզ սպասվում են շատ դժվար օրեր Հայաստանի Հանրապետության առաջի հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խիստ մտահոգ եմ նաև այս առումով, որտեղ սա իմ երկիրն է, մեր երկիրն է եւ մեր երկրի հետ չպետք է այսպես վարվել։ Ահա այսպես են կատարվում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները մեր երկրում։ Արմինե Վարդանյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։